Կուտիական աշխարհակալության մեկնակետի վերաբերյալ ժամանակին գիտության մեջ կային բազմաթիվ կարծիքներ, մասնավորապես փորձ էր արվել կուտիական արշավանքների սկզբնակետը տեղադրել իրանական սարահարթի տարբեր վայրերում եւ դրա հետևանքով է, որ հայոց պատմությունից օտարվել էր այս կարևորագույն ժամանակաշրջանը, որը մեր պատմության մեջ փաստորեն առաջին դարաշրջանն է աշխարհակալական որակի։ Տիգրան Մեծի կայսրությունից շուրջ 2000 տարի առաջ մեր երկիրը, մեր նախնիները ունեցել են մեկ այլ աշխարհակալություն, որը իր տարածքային սահմաններով չի զիջել Տիգրան Մեծի աշխարհակալությանը, իսկ տևողությամբ գերազանցել է մի քանի անգամ, տևելով շուրջ 1 դար։ Կուտիական աշխարհակալության առեղծվածի պարզաբանումը բերում է հայոց պատմությանը մի շարք լուսաբանումներ։ Բացի հենց կուտիական աշխարհակալության դրվագի պարզաբանումից, Քրիստոսից առաջ 23-22 դարերի մեր պատմության մութ էջերը լրացնելուց, այն ունի մի քանի կարևոր նշանակություն ևս։ Մասնավորապես պարզ է դառնում, որ հայկական լեռնաշխարհի հնագույն անվանումներից մեկը եղել է կուտի կամ գուտի ձևը, այսինքն այս անվանումը նույնպիսի համարժեք է եղել Նայիրիին, Ուրարտուին, ինչպես Արմենիա անվանումը, ինչպես Հայաստան անվանումը։ Դրա համար կան բազմաթիվ փաստեր։ Մասնավորապես Վանի թագավորության Ուրարտուի ժամանակաշրջանում մի շարք արձանագրություններում, ասորեստանյան արձանագրություններում Վանի թագավորությունը հենց կոչվում է կուտիական երկիր, իսկ մեր երկրի զորքերը կոչվում են կուտիական զորքեր։ Սա շատ կարևոր մի լրացում է։ Բացի այդ, հետ ուրարտական ժամանակաշրջանում Վանի թագավորությունից հետո ուրեմն 6-րդ դարի իրադարձությունները, որոնք վերաբերում են Տիգրան Երվանդյանին, նույնպես սրբագրվում եւ ճշգրտվում են։ Հայկական եւ հունական աղբյուրներից հայտնի է, որ Աքեմենյան աշխարհակալության ստեղծող Կյուրոս Մեծը իր գլխավոր դաշնակից է ունեցել Տիգրան Երվանդյանին։ Այդ մասին որոշակիորեն գրում է եւ Խորենացին, այդ մասին վկայում են հունական աղբյուրները, մասնավորապես Քսենոֆոնն է այդ մասին վկայում Կյուրոպեդիա աշխատության մեջ, եւ անհասկանալի էր մնում երկար ժամանակ, ինչու համար ժամանակակից աղբյուրներում, սեպագիր աղբյուրներում Հայաստանը չի հիշատակվում որպես Կյուրոսի դաշնակից։ Այս առեղծվածը ևս լուծվեց կուտիական խնդրի պարզաբանումով։ Բանն այն է, որ Աքեմենյան Պարսկաստանից մեզ հասած սեպագիր արձանագրություններում, մի շարք արձանագրություններում հիշատակվում է, որ Կյուրոսի գլխավոր դաշնակիցը Կուտիումի արքան էր, որը նրա փոխարքան էր եւ 538 թվականին հենց նա էր, որ նվաճեց Բաբելոնը եւ հռչակվեց Աքեմենյան տերության երկրորդ տիրակալը, փող կայսրը։ Այսինքն Տիգրան Երվանդյանը, որի մասին Խորենացին խոսում է Տիգրան Մեծ կոչելով, իսկապես եղել է այն հզոր տիրակալը, Աքեմենյան տերության երկրորդ դեմքը եւ արևմտյան փող կայսրը, որը իշխել է Միջերկրական ծովի մերձափնյա շրջաններին եւ նրա օրոք եւ զարգացած եղել նավագնացությունը եւ բազմաթիվ ուրիշ փաստեր, որոնց մասին Խորենացին նշում է Տիգրան Մեծ Երվանդյանին վկայակոչելով եւ տվյալ դեպքում Խորենացին չի շփոթել Տիգրան Երվանդյանին Տիգրան II Մեծի հետ։ Կարևոր լուսաբանումներից մեկը վերաբերում է համաշխարհային ջրհեղեղի վերաբերյալ պատմություններին։ Հայտնի է, որ Միջագետքյան ավանդազրույցի համաձայն ջրհեղեղից փրկվող տապանը, անկախ նրանից տապանը Նոյան տապան էր կոչվում, Զիուսուդրայի, թե Քսիսուտրոսի, թե մեկ այլ անունով, կանգ է առել Հայաստանի լեռներում եւ Միջագետքյան որոշ աղբյուրներում նշվում էր, որ դրանք կորդված լեռներն են։ Իսկ կորդուքի անվանումը, ինչպես նշեցինք, հնագույն միջագետքյան աղբյուրներում հայտնի է հենց կուտի կամ գուդի ձևով։ Հետագայում արամեական աղբյուրներում կորդուքը կամ կուտի գուդի երկիրը հիշատակվում է գուտի հենց ձևով, որից արաբները փոխառում են անվանումը եւ նրանց մոտ կոչվում է տարածքը ջուդի։
Եվ Ղուրանում, որտեղ պատմվում է նաև համաշխարհային ջրհեղեղի մասին պատմությունը, ջրհեղեղի փրկության վայրը կոչվում է Ջուդի լեռ, Ջեբել Ջուդին, եւ սա փաստորեն կորդված Արարատ լեռան հետ է կապվում, այսինքն Կորդուկ անունը իր ուտի տարբերակով շարունակում է գործածվել նաև միջնադարում եւ արաբական աղբյուրներում, մասնավորապես Ղուրանում տեղ է գտնում Ջուդի ձևով։ Հայոց պատմության մեկ այլ հետաքրքիր դրվագի պարզաբանում է վերում կուտիական առեղծվածի լուսաբանումը։ Խոսքը վերաբերում է Հայք եւ Բել վիպասքին։ Հայտնի է, որ բավականին բազմաշերտ մի վիպասք է Հայք եւ Բելը, որում արտահայտված են միջագետ հայկական լեռնաշխարհ առնչությունները, նաև հնագույն հակադրությունը։ Կարելի է ցույց տալ ժամանակագրական մի քանի շերտ, որոնցից մեկը որոշակիորեն կարող է կապվել հենց կուտիական դարաշրջանի հետ։ Մասնավորապես հայտնի է, որ Հայկ նահապետը պայքարեց միջագետքյան բռնակալ Բել Նեբրովթի դեմ, որը ձգտում էր հասնել համաշխարհային տիրապետության եւ գրավել նաեւ Աստծո տեղը, այսինքն հաստատվել Աստծո գահին։ Եվ այս առումով Բելի պատմական նախատիպը լավագույնս համապատասխանում է հենց Նարամսուենին։ Ինչպես քիչ առաջ նշեցինք, Նարամսուենը առաջինն էր պատմության մեջ, առաջին մահկանացու արքան էր, որը վերացրեց աստվածների պաշտամունքը եւ իր անձի պաշտամունքը հաստատեց նրանց փոխարեն։ Այսինքն Հայք եւ Բել վիպասքի ժամանակագրական շերտերից մեկը շատ մեծ հավանականությամբ կարող է լինել Քրիստոսից առաջ 23-22-րդ դարերի այս պատմական ժամանակաշրջանը։ Ամփոփելով ասվածը տեսնում ենք, որ կուտիական առեղծվածի պարզաբանումը բերում է մեր պատմության մի շարք մութ անհայտ էջերի լուսաբանության։ Մասնավորապես վերականգնվում եւ իր տեղն է գրավում փառավոր մի դարաշրջան մի աշխարհակալության, որը ստեղծվեց պատմության մեջ առաջին բռնակալությունը կործանող ազատարարների կողմից։ Դա աշխարհակալություն էր Տիգրան Մեծի շուրջ 2000 տարի առաջ։ Դա բարեպաշտ արքաների աշխարհակալություն էր։ Մովսես Հորենացու հայոց պատմության մեջ պահպանվել է քաջության եւ աշխարհակալության շատ ուշագրավ մի բանաձև՝ քաջերի սահմանը իրենց զենքն է։ Վերջին 200-ամյակների ընթացքում հնագիտական պեղումների արդյունքում Առաջավոր Ասիայի մի շարք հնավայրերից հայտնաբերվեցին զենքեր, որոնց ձուլման կաղապարները կամ նրանց նմանակները հայտնաբերվում էին հայկական լեռնաշխարհից եւ երկար ժամանակ բաց էր մնում հարցադրումը, ինչու են հայկական լեռնաշխարհից այդքան հեռու գտնվող հնավայրերում հայտնաբերվում զենքեր, որոնց ձուլման կաղապարները գտնվում են հայկական լեռնաշխարհից։ Կուտիական աշխարհակալության առեղծվածի պարզաբանումը տվեց նաև այս հարցադրման պատասխանը։ Հայկական լեռնաշխարհից չափազանց մեծ հեռավորությամբ գտնվում էին զենքեր, որոնց ձուլման կաղապարները այստեղ են Հայաստանում, քանի որ հենց այստեղից Հայաստանից էին գնացել այդ զենքերը կրող քաջերը, այսինքն վերադառնում ենք նորից խորենացիական բնորոշմանը, որովհետև քաջերի սահմանը